Ողջույն, ես Տիգրանեն եմ, Սփյուռքի երիտասարդ դեսպանը Նիդերլանդներում եւ այսօր գտնվում եմ Հիլվերսում քաղաքում, որտեղ Արարատ Սթիխտինգի Արարատ միության անդամները պատրաստվում են դեկտեմբերի 7-ին կայանալիք համերգին։ Ես հիմա եկել եմ այն սրա, որտեղ իրանք պատրաստվում են եւ կուզեի ձեզ ներկայացնել համերգը, թե ինչ է տեղի ունենալու։ Բարև ձեզ, այս ինչ լավ տրամադրություն է։ Դուք համերգի կազմակերպիչներն եք։ Այո։ Ներկայացնում եք Արարատ Սթիխտինգը, խնդրում եմ դուք նույնպես ներկայանալ։ Իմ անունը Սաթենիկ է։ Դուք երգչուհին եք։ Ես Ռուզանան եմ, Ռուզանա Նահապետյան։ Ես Մարիանան եմ, իսկ ես Ռոզին։ Տիգրանեն եմ, ինչպես ասացի, Սփյուռքի երիտասարդ դեսպանը եւ այս հիասքանչ կանանց հետ կազմակերպելու ենք համերգ դեկտեմբերի 7-ին Հիլվերսումի Դե Լիխտբրոն եկեղեցում, այս եկեղեցին է, կարող եք դալիճը տեսնել, եւ սիրով ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչ համերգ է լինելու, ինչի մասին է լինելու եւ բոլորի շատ սիրով հրավիրել ներկա գտնվելու այստեղ։ Գիտեք Ռուզաննա, ինչ երգեր կարող ենք սպասել երեկոյի ընթացքում։ Ճիշտ ասած, ելնելով այն հանգամանքից, որ ես հայուհի եմ եւ իմ արմատները հայկական են եւ ամբողջ մեր Արարատ միությունն էլ մեր հայության սիմվոլն է, այդ իմաստով ես ինչ խոսք ընտրել եմ հիմնականում հայկական գործեր, մեր մեծ կոմիտասի գործերը եւ այդ իմաստով շեշտը մի քիչ ավելի շատ դրվել է իր հատկապես ժողովրդական երգերի, բայց կլասիկ վերամշակմամբ կլասիկ ձևով վերամշակված գործերի վրա։ Բայց հիմնականում այո, հայկական գործեր կլինեն առաջի բաժնում եւ ինչ խոսք որոշեցի այս անգամ ծրագիրը թարմացնել եւ ներգրավել այլ երաժիշտների։ Ես այստեղ տեսա գիտարիստ։ Այո։ Որը հոլանդացի է եւ որի հետ այո։ Այս նվագում է կոմիտասի գործերից, թե այդտեղ երկրորդ մասի համար։ Մենք որոշեցինք, որ այո, մենք որոշեցինք անպայման իր հետ վերցնել կոմիտասի գործեր եւ հենց հայկական մասում էլ իր հետ դա նույնպես կատարել։ Այդ միտքին շատ դուր եկավ եւ իրեն էլ իդեպ, որովհետեւ մեզ էլ այո, բոլորին այո, որտեւ նման գեղեցիկ միություն ստացվեց այդ իմաստով եւ իսկ երկրորդ բաժնում իհարկե մենք արդեն կանցնենք ավելի շատ եվրոպական գործերի, որտեղ այս դեպքում շեշտը կդրվի հիմնականում իսպանական գործերի վրա։ Իհարկե կլինեն նաև ֆրանսիական գործեր, իսպանական կատարումներ, էլի ժողովրդական, բայց արդեն այսինքն այդ ֆոլք իմաստով Ֆլամենկո պարելու են։ Ինքը ճիշտ ասած ունի նաև սոլո համարներ, որտեղ կան արգենտինացի կոմպոզիտորներ եւ այդ իմաստով այդ շունչը լատինական այդ շունչը զգացվի ու այնտեղ կան այդպես արագ տեմպերով գործեր, մի խոսքով, այսպես հայկական, իսպանական, ֆրանսիական, այսպես մի ծաղկեփունջ համար։ Ինչպես ասում են հոլանդացիները, խզելը երեկոյա լինելու, ոնց հասկանում։ Ես սպասում եմ, ես բոլորին դրա հույս ունեմ եւ կարծում եմ, որ մենք իսկապես մեր լավագույնը մեզ կմատուցենք մեր լավագույնը, այո։ Սաթենիկ ջան, օրը լինելու է դեկտեմբերի 7-ին։ Ինչպես գիտենք, դա Սպիտակի երկրաշարժի օրն է, Զոհերի հիշատակի օր է նաև։ Ճիշտ ասեցիր Տիգրանե ջան, դեկտեմբերի 7-ը շատ նշանակալից օր է ողջ հայության համար։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի դեկտեմբերի 7-ը երբեք ոչ մի հայ չի մոռանում եւ բնականաբար մենք դեկտեմբերի 7-ին Հիլվերսումում Դե Լիխտբրոն եկեղեցում մեր համերգի ժամանակ մեկ րոպե լռությամբ կհարգենք երկրաշարժի նահատակներին եւ ինչքան խորհրդանշանակ է, որ հոլանդական եկեղեցում այդ օրը կլսենք կոմիտասի ստեղծագործությունները։ Համերգի ողջ հասույթը մենք օգտագործելու ենք մեր կարի արտադրամասի վերջին մասով գործիքներ գնելու, կարի մեքենաներ գնելու համար նպատակով կարի արտադրամասը Արարատ բարեգործականության հետ համատեղ օգնությամբ ստեղծվում է Սիսիանի 8 գյուղում շահառուները կարի արտադրամասի Սիսիանի 8 գյուղ եւ մոտակա գյուղերում տեղահանված արցախցիների ընտանիքներ են, բազմազավակ ընտանիքների հայրեր եւ մայրեր, ինչպես նաեւ 8 գյուղի բազմազավակ ընտանիքների մայրիկներ
եւ այդ շահառուների մասնագետների մեջ մենք ունենք մարդիկ, որոնք արդեն փորձառու դերձակներ են եւ տարողներ, այնտեղ կաշվի մասնագետներ եւ այլն, բայց ինչպես նաեւ սկսնակներ, որոնք արդեն դերձակի մասնագիտությունը վերջերս են ստացել։ Նպատակն է կարել հանդերձանք տարբեր ֆաբրիկաների, ռեստորանների համար։ Այսինքն ներքին շուկայի համար է։ Այո, ներքին շուկայի եւ հիմնականում կարի արտադրամասի նպատակն է սեփական, տեղական, լոկալ ուժերով եւ սեփական արտադրանքով տալ սեփական արտադրանք, բայց նաեւ ապահովել կայուն աշխատատեղեր, որը շատ անհրաժեշտ է այս ընտանիքների համար եւ այս տեղանքի համար։ Որը շատ ավելի կարևոր է, քան մեկ անգամի օգնությունը։ Իհարկե, որպեսզի հետևողական մոտեցում լինի այս պահի դրությամբ Հայաստանում արկա աշխատանքի հաստիկների շատ անգամ բացակայության հնարավորությունների բացակայության պարագայում սա շատ կարևոր հանգամանք է իհարկե եւ մասնավորապես կանանց համար։ Մենք ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցելու այս երեկոյին դեկտեմբերի 7-ին ժամը 15:00-ից 17:00 Հիլվերսումում հասցենք կնշեմ ներքևում։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են գան, մասնակցեն երեկոյին, շատ ուրախ կլինենք։ Իսկ եթե ուզում եք մասնակցել դրամահավաքին, կարող եք նույնպես գումար փոխանցել, ես այդտեղ նույնպես տվյալները կնշեմ եւ օգնել այս նախաձեռնությանը։ Շնորհակալություն։ Կհանդիպենք։